Ողջույն գործարարալիքի միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, սա Թարմ ուղեղովն է, իսկ Թարմ ուղեղով իմ զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ տարվա այս խառը իրավիճակում ժամանակ եք գտելու, այսօր մեզ մոտ եք, փորձենք տարին միասին ամփոփել։ Ես հաղորդման հրավիրելիս ձեզ ասացի, որ ուզում եմ շեշտը դնենք հիբրիդային այս պատերազմի մասին, որի մասին դուք ամիսներ շարունակ արդեն խոսում եք։ Մենք գիտենք հիմնականում հիբրիդային պատերազմը ուղեկցում է ավանդական պատերազմին, միշտ դրանից հետո այդ ամենը սկսվում։ Մեզ մոտ ոնց է սկսվել ու երբ է սկսվել դա, չնայած որ դուք վերջին ամիսներին է հատկապես ավելի ակտիվ դրա մասին խոսում եք։ Հետաքրքիր հացածում էր, նախ իրականում տարին ամփոփում եմ ձեր տաղավարում եւ հաճելի կլինի ամբողջ տարվա մասին սենց երկուսով կիսվենք մեր տպավորություններով, իսկ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմներին, ես ձեր հետ համակարծիք չեմ, որ հիբրիդային պատերազմները ուղղորդվում են ավանդական պատերազմներին, նրանք պատերազմների մի տեսակ են, բայց ես այդ պատերազմ բառը որպեսզի մի քիչ ավելի հասանելի լինի մարդկանց, ինքը ընդհանուր սպառնալիքներ է, որպեսզի պատերազմ բառը հասկանալի լինի, ինչի է օգտագործվում հենց հիբրիդայինի կոնտեքստում։ Երբ սովորական պատերազմի ժամանակ մարդու կյանքն են խլում, հիբրիդային պատերազմի ժամանակ մարդու ուղեղն են խլում, մտածողությունը, վարքականոնները, վարվելակերպը եւ քո ստացած ինֆորմացիան, քո տեսած եւ լսած ցանկացած նյութ ձևավորում է քո կարծիքից ձևավորում է քո ապագա վարքականոնները, թե դու ինչ գործողություններ կկատարես եւ ազդեցության հսկայածավալ գործիք է եւ ըստ իս կարող է շատերը չհամաձայնեն իմ հետ, բայց երկարաժամկետ պլանում հիբրիդային սպառնալիքները շատ ավելի էական վնաս կարող են տալ պետությանը, քան սովորական պատերազմի ժամանակ։ Այո, քան սովորական պատերազմի ժամանակ։ Այս կոնտեքստում ինչ ենք վերջերս սկսել խոսել, իհարկե 20 թվից հետո 20 թվի ընթացքում 20 թվի այն ավարտից հենց պատերազմը ավարտվեց եւս մի 2 ամիս, մենք ուղղակի անտանելի գրոհի ենք ենթարկվում, ես այդ ժամանակ երբ որ ՊՕԱԿ-ն էի համակարգում, տեխնոլոգիա կար մի անանուն տելեգրամյան ալիք, ադրբեջանական մամուլից կամ ռուսական մամուլից վերցվում էր նյութ, տեղադրվում էր այդ անանուն տելեգրամյան ալիքում, եւ ես գիտեի ուղղակի 10 վայրկյանում սենց կարայի հաշվեի, թե մեր մեդիա ռեսուրսը, Երևանյան, Հայաստանյան, քանի րոպեում կարա այդ նյութը սփռի ամբողջ Հայաստանի դաշտով եւ 99% ապատեղեկատվություն։ 99% ու այդ ժամանակ հասարակության ղեկավարվում պարզվեց։ Այս պայդրությամբ կան արդեն հետաքննություններ, թե այս փուլում արվող իրականացվող սպառնալիքները ինչ հետագիծ ունեն, այդ ընթացքում ես ինքս իմ դիտարկումները ունեմ, գիտեմ բնականաբար, բայց այդ քաղաքացու համար շատ անհասանելի է այդ կարգի հետաքննություն իրականացնել, օրինակ պատկերացրեք, երբ որ մի նյութ ընկնում էր տելեգրամյան ալիքում, այդ տելեգրամյան ալիքը տերեր չուներ, ու դու նայում ես այն սատելիտներին կամ այն մարդկանց կամ այն գործող անձանց, այսինքն քաղաքական հասարակական գործիչներին, ովքեր այդ նույն նյութը տեղադրել են իրենց մոտ։ Հետո դա գնում էր արդեն ընդդիմադիր մեդիա։ Այդ մարդկանցից հիմնականը գտնվում էին, այսպես ասած, ռուսական պրոպագանդիստների շրջանում, օրինակ անուններ հիմա չեմ ուզում տամ, մեր հայ հասարակությունը կարող է չճանաչի հակառակը պրոպագանդա թվա, բայց այդ մարդիկ 90%-ը ուղղորդված հստակ ապատեղեկատվություն էին տարածում սահմանային իրավիճակի հետ կապված, մարդկանց զոհերի քանակի հետ կապված, չգիտեմ, զոհերի հետ կապված անընդհատ մի հիստերիա տիրում էր, օրինակ շատ լավ հիշում եմ այդ դրվագը, անգամ հանրային գործիչներ, երգիչներ, մեծ լսարան ունեցող մարդիկ վերցրեցին այդ նյութը տեղադրեցին, որ Տավուշից զորքերին իջացնում են, այդ դեկտեմբերի վերջը, դեկտեմբերի կեսեր էր երևի։ Ես Տավուշի մարզպետը, ՊՆ նախարարը, ՊՆ նախարարի խոսնակը, տենց մի 78 պաշտոնյա այդ նյութը հանրային գործիչի կոմենտներում, մեկնաբանություններում ասում էինք ջնջի չկա սենց բան, Տավուշից մարդիկ մտել էին, ասում էին չկա սենց բան, մենք տեղում ենք, խի եք պանիկա տարածում, ասում էր մենք ձեզ չենք հավատում։ Այսինքն հերքումն էլ ես տեղադրում, ասում ես չես հավատում, այսինքն դրա օբյեկտիվ մասը կարա լինի, բայց որ դա հստակ ուղղորդված հիբրիդային արշավ էր, դա ակնհայտ է, որովհետև այդ փուլում, երբ որ հասարակությունը շատ
նրբազգացա սենսիտիվա շատ զգացողությունները նյարդային են հիմնականում տերորի ենթարկելը մարդկանց բերելու էր գործողություններ բայց այս իրավիճակը մենք միշտ ունեցել ենք թե հատկապես պատերազմից հետո իհարկե սրվել ժամանակագրորեն կարող ենք նայել իհարկե շատ է եղել ապատեղեկատվություններ բայց այդ ապատեղեկատվությունը մի բան է երբ որ կոմերսի մեդիան է գրում մի բան է երբ որ մի քաղաքական գործիչ է գրում հայ մի բան է, երբ որ հստակ դրսից է ուղղորդվում։ Ստեղ խնդիրը մեր մենք հակառակ կողմներ ենք ունեցել սրա, երբ հայ հանրությունը այսպես խոր համոզմունքներ ուներ, որ թշնամական կողմը ոչնչի պատրաստ չի եւ մենք հզորագույններ դա էլ է մեր պաշտպանողականության վրա ազդել, դիմադրողականության վրա ազդել եւ մենք սթափ ռեալ ռացիոնալ գնահատականն ենք կորցրել իրականության եւ այդ պատճառով մենք նաեւ բախվել ենք որ մի ամբողջ աշխարհ փուլ է եկել գլխներիս Եվ հիմա մեր հանձնառությունն է շատ կարևոր տեղեկատվությունը, որ հայ հասարակությունը հասկանա ինչ սպառնալիքի առաջականգնած։ Այսինքն այդ հիբրիդային պատերազմները ինչ նպատակ են հետապնդում։ Այս բային ուղղորդվող տարբեր երկրների կողմից մենակ մի երկիր չի, որ ասենք ինչ որ թիրախավորենք, ինչ նպատակ է ուղղորդում այդ գործիքը։ Ինչի են ուզում հասարակությանը մոլորեցնեն սեղանի վրա այսպես ասած նականում դրված է մեր անկախությունն ինքնիշխանությունը այս բառերը ուղղակի որ ուռճացնելու կամ մեծացնելու համար չեն վտանգի սպառնալիքի աստիճանը ուղղակի հայ հասարակության մոտ ընտրության իրավունքը խլել եւ տեղադրել այն ինֆորմացիան, որը հայ հասարակությանը կստիպի գործողությունների գնալ կամ ընտրություն անել, կատարել այն մարդկանց օգտին, ում անհրաժեշտ է տվյալ երկրին, ով անհրաժեշտ է տվյալ երկրին։ Այսինքն ստեղ մեր խնդիրը ընդդիմության եւ իշխանության միջև պայքար չի։ Մեր խնդիրը օտարերկրյա միջամտություն։ Ընկալում է դա որպես պայքար իրենց դեմ, նկատել եք իրենց խոսույթը։ Եվ այս տաղավարում էլ իրենք ասում են, որ Եվրամիությունից գումար է գալիս մեր դեմ պայքարելու համար։ Մենակ կա ընդդիմության մի քանի բաղադրիչ։ Կա ընդդիմություն, որը որ ամբողջությամբ հստակ բացահայտ տեքստով կարող է անունը չասեն, բայց մի երկրի են հավատարմություն հայտնում։ Եվ այդ մի երկրի շուրջ, այդ մի երկրի նարատիվների շուրջը նրանց քաղաքական խոսույթը, նրանց արտաքին քաղաքական պատկերացումները, նրանց կոնֆլիկտի մասին պատկերացումները, այսինքն նրանք իդենտիկ մի դաշտակի մեջ են։ Կա ընդդիմություն, որը որ Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում է ժողովրդավար պետություն։ Ես չեմ խոսում օրինակ առանձին, չգիտեմ, կա Եվրոպամետ եւ Ռուսամետ ուժեր, չէ՞։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ, երբ որ քո գաղափարախոսությունը, քաղաքական ուժերը շատ են մեր մոտ եկեք ընդունենք քո գաղափարախոսությունը, ուղղված է ոչ թե այսինչ երկրի շահերը պաշտպանելու, այսինչ երկրին հանկարծ չքննադատելու, այլ ուղղված է ներհայաստանյան իրավիճակը ավելի բարելավելու ու ամենակարևորը չթիրախավորելու ժողովրդավարությունը, չթիրախավորելու թեկուզ եվրոպական արժեքները, որոնք մարդկային, մարդու իրավունքների մասին արժեքներ են, այստեղ խոսքը չի գնում էլի Եվրոմիություն գնալու մասին անգամ մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատ խոսքը եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելը։ Եվ շատ այդ ուժերը երբեք չեն կարող դեմ գնալ, որ Եվրոմիությունը մեզ ինչ-որ գումար է հատկացնում, որպեսզի կարողանանք պայքարել հիբրիդային գործիքների դեմ։ Այս իրավիճակում ժողովրդավարությանը դեմ չգնալու եւ խոսքի ազատությունը պահելուն զուգահեռ ոնց եք պատկերացնում, ինչ գործիքակազմ պետք է մշակել, որպեսզի այս ապատեղեկատվությունը չլծվի մեդիադաշտ, չի կարող չլծվել։ Ինչ պիտի արվի։ Պետք է մարդիկ տեղակ լինեն, որ ամեն ինչ որ կարդում են եւ լսում են, իրականություն չի։ Այսինքն շատ հաճախ դուք էլ լսած կլինեք, չէ՞, ինչ-որ բան են ձեզ ասում, ասում են որտեղ եք կարդացել, որտեղ եք լսել, ուզում ես գոնե դու որպես մեդիայի մարդ հասկանաս գոնե մի քիչ հավաստի աղբյուր է։ Չգիտեմ իմեջում տեսել եք, չէ՞, Ավետիք Քերոբյանն էր վերջերս այս տաղավարում ու ասում էր, որ Սև լճի հատվածում մենք շատ վատ վիճակ ունենք, երբ հայ զինվորը անցնում է ադրբեջանցի զինվորի հսկողության տակով, այսինքն պիտի զենք ստուգվի, պիտի սննդամթերքը ստուգվի, եւ դա որտեղից է որտեղ է։ Դա տեղի զինվորներն են իրեն փոխանցել։ Ես ուզում եմ դուք հերքեք կամ հաստատեք։ Ես այդ տեղեկատվությանը չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որտեղ ես պետական մարմնից, առնվազն պաշտպանության նախարարությունից, իսկ ես դիրքեր գնացել եմ միայն
մեր նոր օրինակ պաշտպանական ստեղծված տարածքները կամ նախկինում եմ գնացել այս նոր իրավիճակում Սև լճի հատվածում ինչա կատարվում, ես տեղեկ չեմ, այսինքն շատ կարևոր տեղեկատվությունից փոխանցեցիք, որ ես այսօր ճշտեմ եւ հերքեմ կամ հաստատեմ, բայց ես կարևոր նախաձեռնությամբ եմ ուզում հանդես գալ, որտեղ 3 մի լրագրող հրապարակում ա արել, որ Չոր հատված էր նշել քարտեզի վրա, որտեղ ադրբեջանցիները կրակել են, կրակը թիրախային չի եղել, օդ է եղել եւ այլն եւ այլն։ Եվ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ նյութը, այդ նյութի մասին կարող եմ ասել, որ դա կեղծ տեղեկատվություն է, բայց շատ լրատվականներ անգամ հերքումից հետո տեղադրել են իրենց մոտ այդ վերնագիրը, որ ադրբեջանցիները կրակել են։ Դա հստակ քաղաքականություն է, ժողովրդին ասելու, որ խաղաղություն չկա, կրակում են եւ այլն եւ այլն։ Իսկ ես օգոստոսի 8-ից մինչ օրս անհերքելի փաստ է, որ մի կրակոց անգամ չի հնչել սահմանին։ Դրանից առաջ եւս 1 տարի, բայց օգոստոսի 8-ից մինչև օրս այն որ անհերքելի փաստ է դա։ Իսկ ինչ վերաբերվում է իմ նախաձեռնությանը, ես կարծում եմ, որ մենք պետք է այս տարվա ընթացքում, որը լինելու է շատ հաճախ, օրենսդրական մեխանիզմներով արգել ենք մարդկանց, երբ Պաշտպանության նախարարությունը, երբ լիազոր մարմինը հերքում է սահմանային իրավիճակի հետ կապված տեղեկատվություն, հերքումից հետո շարունակել ապա տեղեկատվություն տարածել։ Դա կարծում եմ ձևավորվել է պատերազմից հետո, երբ անվստահության ալիք կար արդեն պաշտպանության նախարարության։ Բայց եկեք ընդունենք, որ այդ անվստահության ալիքի շնորհիվ շարունակել պետական ինստիտուտներին չվստահել եւ ասել Չէ, բարդ գործընթաց է, պետքա վերականգնել վստահությունը։ Ու ես կարծում եմ, որ դա լինելու ամենակարևոր գործիքներից մեկը սահմանային իրավիճակի նկատմամբ անդադ ապա տեղեկատվություն տարածել, իսկ ես պարագայում մենք դրա դիմաց պետք է առնենք օրենքով։ Մեդիաների հետ աշխատանքը ոնց եք պատկերացնում։ Ես դեռևս ինքնակարգավորման մարմնի ժամանակ մենք օրենսդրական նախաձեռնություն ունեինք ընդհանրապես ԶԼՄ մասին օրենք փոխեինք, որտեղ այսօր ԶԼՄ-ն են մեր դասական ԶԼՄ-ները չեն, յուրաքանչյուր հեռախոս կամ կամերա ինքը համարվում է ինֆլուենսեր ու եւ ԶԼՄ, եւ ես կարծում եմ, որ այդ կոնտեքստում իրականում օրենքը պետք է փոխվի, պետք է ԶԼՄ-ները առանձնանան էթիկայի կանոններ ունենան, իրանք իրար մեջ այդ հարցերը կարգավորեն։ Ես ինքս ունեցել եմ աննորմալ ծավալի հանդիպումներ ու հրավիրել ենք բոլոր լրատվամիջոցներին, գոնե քիչ թե շատ լսարան ունեցող փոքրերից սկսած մինչև վերջացրած ամենահայտնի լրատվամիջոցներով, կան լրատվամիջոցներ, որոնք ասում են մենք այդ ինքնակարգավորման մարմնի մեջ չենք ուզում մտնենք, որտեղ դուք ոնց որ համագործակցություն կա պետության հետ։ Ես էլ պնդում եմ, որ ժողովուրդ ջան, դուք ինքներդ վերցրեք, ձեր մարմինը ստեղծեք, էթիկայի կանոնագիր գրեք, այդ էթիկայի կանոնագրքի քննող մարմին ստեղծեք, օրինակ հիմա կա դիտորդ մարմին, որի աշխատանքը ես այդքան էլ էֆեկտիվ չեմ համարում, որտեղ կոնկրետ իմ հետ կապված դրվագ ա եղել, ես դատարան դիմելու բնավորություն չունեմ, հերքելու իմ հետ կապված նյութերը, բայց եթե շաբաթ, 2 շաբաթ անց դիտորդ մարմինը իր Facebook-յան էջում ուղղակի տեղադրում է հերքումը, որ իրականությանը չի անպատասխանում Տիկին Մինասյանի վերաբերյալ այս ինչ նյութը, դա տեսնում են ընդամենը 10, 15, 20, լավ 30 հոգի, բայց այն նյութը, որ տարածվել էր իբր ես, չգիտեմ, երկքաղաքացի եմ տարբեր երկրների, ահռելի քանակությամբ մարդ էր տեսել, այսինքն պետք է հստակ մեխանիզմ լինի մեդիաների մեջ իրար մեջ, որովհետեւ պետությունը իր ներգործությունը չունենա։ Այսինքն պետությունը չի ուզում խառնվի մեդիայի գործերին։ Չենք ուզում մենք դնենք սահմանափակումներ ունենանք, բայց դուք ինքներդ ձեր մեջ որպես օբյեկտիվ լրատվության հեղինակներ, որպես պատասխանատու ձեր լսարանի առաջ մարմիններ, ինքներդ պետք է ունենաք այդ էթիկայի կանոնագրքերը։ Մեկ էլ մի առաջարկ ունեմ, բայց որը դեռ քննարկվում է, հստակ պետական մարմիններում հավատարմագրել են լրատվամիջոցներին, որոնք օրենքի կետը հիմա կա, ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու, որոնք համապատասխանում են այդ կետին, որովհետև այս փուլում, մանավանդ նախընտրական փուլում ես որպես մեդիայի մարդ տեսնում եմ այդ հսկայական արշավը ֆինանսական հոսքերի, բայց այդ պարտավորությունը մարդիկ չեն կատարում, այսինքն օրենքում կա կետ, որ պետք է մեդիան լրատվականները ֆինանսական թափանցիկություն ունենան, բայց սանկցիան չկա, որ չի կատարում այդ կետը, ինչ հա տեղի ունեն այդ լրատվամիջոցի հետ։ Փորձենք ամփոփել այս հիբրիդային ճակատի մասին խոսակցությունը, նշեցիք, որ մի երկրից չի այս վտանգը գալիս, մի քանի երկրներից են, ընդդիմությունը շեշտը դնում է Թուրքիա, Ադրբեջանի վրա, իշխանությունը ոնց հասկանում եմ ավելի շատ ռուսական կողմից է դա տեսնում։ Ես չէի առանձնացնի որևէ պետություն, որովհետև դրանով իսկ հայ հասարակությանը մենք ուղղում ենք հայացքը մենակ մի կետից, ու երբ օրինակ թուրքական լրատվամիջոցում նյութ է հայտնվում, որ
կաթողիկոսին ընտրելու են Ստամբուլում կամ Անկարայում, մեր կաթողիկոսին։ Մարդիկ տեսնում են, որ դա Թուրքիայից եկած ապատեղեկատվություն է։ Հստակ ապատեղեկատվություն է, որտեղ որ կաթողիկոսի ընտրության կարգի մի քիչ ծանոթ ես, ծիծաղ առաջացնում այդ նյութը։ Բայց երբ նայում ես օրինակ այդ թուրքական լրատվամիջոցի հետքերով, ում է պատկանում այդ լրատվամիջոցը, ինչ թեզեր է առաջ տարել Թուրքիայում, ինչ նարատիվներ ունի արտաքին քաղաքական ուղղվածությամբ, դու հասկանում ես, որ այդ լրատվամիջոցը, գործիչը, լրագրողը, լրատվամիջոցի տերը թուրքը, բայց կապվածություն ունի օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ։ Նույնը կարող լինի Ադրբեջանում։ Իսկն փող կապակցված տարբեր երկրներ կարող են ունենալ ազդեցություն եւ ես հիմնականում սկզբնակետը Ռուսաստանից է գալիս։ Չեմ ուզում ուղղությունը տանեմ այդ կողմ, ուզում եմ զգոնությունը մարդկանց մոտ հստակ լինի, որ այսքան էական չի ստեղ նյութը ում անունից է գրած ֆրանսիական լրատվամիջոցներ։ Վերջերս հստակ այո, հստակ կա օրինակներով, որ մի տարափոխված ուղղակի լինքի մեջ մարդը չի կարողանում տարբերակի անգամ Ֆրանսիայում գտնվող լավագույն լրատվամիջոցները վերցրել արտահայտել են այդ նյութը, որ Ֆրանսիան պատրաստվում է վտանգավոր թափոններ տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։ Կամ չգիտեմ Նիկոլ Փաշինյան ունի Կանադայում տուն, կամ օրինակ այս տեսակ նյութերը ֆրանսիական լրատվամիջոցում են տարածվում։ Հիմա ասենք Ֆրանսիան է մեր դեմ հիբրիդային պատերազմ վարում, չէ, պետք է հասկանալ տվյալ լրագրողին, այդ կեղծ կայքը ով է ստեղծել, այդ կեղծ կայքի հետևում ովքեր են կանգնած, այդ հետաքննությունը քաղաքացին ոչ հավես, ոչ էլ իրականում ներվ ունի իրականացնելու։ Ընդհանրապես խնդրանքն է, որ ամեն գրածին եւ տեսածին կուրորեն չհավատալ, որտեղ արհեստական բանականությամբ էլ կարող են ստեղծել ինձ իմ դեմքով նենց հայտարարություններ անել, որը իմ հետ կապ չունի։ Շատ լավ, վերջին ամիսներին հատկապես ադրբեջանական կողմը Զանգեզուրի միջանցք արտահայտությունը շատ էր կիրառում ու դա պարզապես լրատվամիջոցների մակարդակով չէր, դա բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով է եղել տարբեր հարթակներում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, դրան էլի արձագանքել է ԵԽՎ-ում, ՄԱԿ-ում, կարծեմ, որ մի քանի ամս։ Այո։ Այս դեպքում սա ինչ է, եթե լրատվամիջոցը չի, այլ պետական պաշտոնյաներն են նման խոսույթ գեներացնում, արդյոք դա էլ հիբրիդային պատերազմի մաս չի։ Չէ, հիբրիդային պատերազմ չի, դա իր պետական քաղաքականությունն է, որի պատճառաբանությունը ինքը իր ներքին քաղաքականության պարագայում, այսինքն ներհասարակական խոսույթում կարա ունենա։ Բայց դա մեր վրա էլ է հիբրիդային, իհարկե, բայց հիբրիդային գործիքը, ես մշտապես ասել եմ, Ադրբեջանի նախագահը եւ իր ամբողջ թիմը հայ հասարակության նյարդերը sense անգիր գիտի ինչ բառ ասի, ինչ տող արտաբերի, ոնց դա մեդիայով կմանիպուլացվի, ոնց կգա հայկական դաշտ, Հայաստանում մարդիկ ինչ կզգան, ինչ գործողություն կանեն։ Այսինքն մեզ կառավարելի դարձնել մեր վախերի պատճառով, դա ամենամեծ այդ ձեր ասած հիբրիդային գործիքի մաս է կազմում, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր կառավարությունը մշտապես արձագանքում է անպատասխան երբեք տվյալ խոսույթը չի թողում։ Մենք ոչ միայն երկխոսության ժամանակ, ոչ միայն ուղղակի օրինակ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ, այլ նաև մեր միջազգային գործընկերներին բացատրում ենք այդ խոսույթը հայ հասարակության մոտ ինչ ասոցիացիաներ է առաջացնում։ Իրականում միջազգային պատգամավորներ ասեմ, չգիտեմ, այլ պաշտոնյաներ շատ դժվար է իրանց ընկալել, թե միջանցք բառի մեջ ինչ խնդիր կա մեր համար, որտեղ իրանց երկրներում միջանցքները շատ են։ Հյուսիս-հարավ միջանցք կա, չգիտեմ, նեղուցներին կամ են ուղղակի իրարի կապող ճանապարհներին մարդիկ միջանցք են ասում։ Հիմա մենք դրա տակ ունեցել ենք արտատարածքային միջանցքի տպավորություն եւ մեզ ուղիղ տեքստով ասվել է, եթե հիշում եք, խոսքի մեջ ասում էր, եթե ուղիղ չբացեք, զենքով ուժով կբացե։ Այսինքն, ստեղ մեր խնդիրը այդ բառի, մեր պատկերացումների եւ նրա պատկերացումների համապատասխանությունն է։ Հիմա շատ կարեւոր է, որ մենք թուղթ ունենք ստորագրած, որ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո է բացվելու այդ ճանապարհը։ Մենք դրան ասում ենք trip գրածա trip, այսինքն այդ թղթի մեջ գրածա trip, հիմա ամեն մեկը իր երկրում դա ոնց կիրականացնի, ինչ ձևով իր ժողովրդի համար ինչ բառամթերքով, որտեղ ինքը 3 տարի ասել է Զանգեզուրի միջանցք են բացում, հիմա էլ պետք է շարունակի այդ նույն տեքստը, չէ՞, Զանգեզուրի միջանցք են բացում։ Օրինակ ատելության խոսքի դեմ պայքարելիս հաճախ այդ դրան առնչվողները ասում են, որ լավագույն տարբերակը եւ նաեւ հոգեբաններն են ասում, որ լավագույն տարբերակը պարզապես չարձագանքելն է։
Հիբրիդայինի դեպքում էլի չարձագանքել հանրության մակարդակով անտարբերության մատնել, թե օրինակ հակընդդեմ գործողություններ անել, այսինքն այն ինչ որ իրենք են մեր հասարակության հետ անում, նույնը մեր կողմից վարվի իրենց հասարակության դեմ։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ իրենց հասարակությունների հետ պայքարենք, տարբեր երկրներ են, ամեն մեկը մի քանի 100 միլիոն, ասենց որ նայես այդ ռեսուրսը անիմաստ ծախսվող ռեսուրս կլինի։ Մեր խնդիրը մեր դիմակայունությունը բարձրացնելն է։ Մեր խնդիրը մեր ժողովրդին պատրաստելն է այդ հարցակումների դեմ ինչ գործողություններ կարող է իրականացնել։ Եթե մարդը հասկանում է, որ ստրեսային իրավիճակում է հայտնվում անընդհատ նմանատիպ նյութեր կարդալով, կամ տեսել է լրատվամիջոց, որ 1, 2, 10 անգամ նյութագրել հերքվել է այդ նյութը։ Այդ լրատվամիջոցին այլևս պետք չի հետևել։ Որտեղ այդ լրատվամիջոցը աշխատում է քո նյարդային համակարգը անընդհատ քայքայելու վրա։ Եթե դու ուզում ես ապրել հիգիենիկ իրավիճակում, իսկ ուղեղը ամենա հեշտ ճեղտոտվող մասն է, ուրեմն պետք է մաքրես դաշտը, ինչ ես կարդում, ինչ ես լսում։ Դա շատ կարևոր է։ Մարդիկ հիմնականում ուշադրություն չեն դարձնում ինչ նյութերի են հետևում, ով լրատվամիջոցն է, ուղղակի ինչ որ բլոգեր է, ուղղակի ինչ որ ռիլ է տեղադրած, ուղղակի տեղեկատվությունն են ստանում եւ նրանք անգամ չեն գիտակցում որ տեղեկատվությունը ուղղակի լսելով կարան թերթեն չպատկերացնեն իրենց ուղեղի եւ նյարդային համակարգի վրա աշխատումը։ Իսկ ինչ վերաբերվում է հակազդելու գործիքները հետեւյալն են. Ա. Եթե քեզ նյարդայնացնում է այդ նյութը, չտարածել, որտեղ երբ որ դու ապա տեղեկատվությունը տարածում ես, քո էմոցիան էլ մի հատ էլ վերևը գլխագիր ես գրում, ավելի ես ուռճացնում, դու ավելի վտանգավոր բան ես անում, քան ապա տեղեկատվությունը իրականացնողը։ B. Հասկանալ իրականում ինչ են ուզում անեն քո հետ, պետության հետ։ Եվ եթե հարց է դրված այսօր ինչ ենք այդ բառը ասում էլի ինքնիշխանություն եւ անկախություն։ Պատկերացրեք իրավիճակ, որ դուք կառավարության զարթնում եք, ձեր փոխարեն մարդիկ որոշում են, այլ մարդիկ որոշում են դուք ինչ հագնեք, ինչպես մեյքափ անեք, ինչպես ինչ զարդեր ընտրեք, ուր գնաք, ում հետ խոսեք, ինչպես խոսեք, դուք ձեր անձը եւ անհատականությունը կորցնում եք։ Ես ինքնիշխանություն բառը ուզում եմ շատ ավելի հանրամատչելի հասկացնել մարդկանց։ Եթե պետությանը փոխարեն որոշում են պետությունը ում հետ շփվի, ինչպես շփվի, ինչքան շփվի, ինչ արտաքին քաղաքականություն վարի, ներսում ով լինի ղեկավար, դու քո անհատականությունը, դու քո անկախությունը ու քո հայ լինելը, քո Հայաստանի քաղաքացի լինելը կորցնում ես։ Եվ շատ կարևոր է հասկանալ, որ այդ արտաքին ազդեցության նպատակը քո ինքնիշխանության կորուստն է։ Եթե դու ուզում ես հստակ ապրել անկախ ինքնիշխան երկրում, դու պետք է կարողանաս քո ուղեղի վրա չթողնես ազդեն։ Շատ լավ, արդեն փորձենք տարին ամփոփել։ Այն ինչը դուք վերջին ժամանակներում իշխանությունը ձեռք բերում է համարում, դա Ադրբեջանից եկող եւ Ադրբեջանի միջոցով եկող հացահատիկներ, հետո արդեն բենզինը, այ բենզինի մասով եւ նաեւ հացահատիկի մասով հայ հանրության զգալի մասը համենայն դեպս ես թերթում եմ անդադար մարդիկ բոյկոտում են։ Այս բոյկոտները եւ ձեր գործողությունները որքանով են համահունչ իրար, այսինքն եթե մարդիկ դժգոհ են այս process-ներից, ինչու է դա տեղի ունենում, դա ինչ առավելություն է տալու մեր տնտեսությանը։ Շատ լավ հարց եք տալիս, իրականում սկզբի հետ կապված մի քիչ անհամաձայն կլինեմ, որ ասում եք ամենամեծ ձեռքբերումը, ես ընդհանրապես այն փոքրիկ քայլեր եմ, որոնք որ խաղաղության առումով պետք է տեղի ունենան։ Այսինքն դրանք ձեռքբերումներ չեմ համարում։ Երկրորդ ամենակարևոր կատարումը, որ կուզեմ անել, իմ ընկերներն էլ այս վերջերս ասին, կառավարությունը բենզին է գնում, նախ կառավարությունը կապ չունի այդ բենզինի գործարքի հետ, անհատներն են մասնավոր ընկերություններ, որոնք որ համագործակցել են։ Երրորդ կարևոր հարցը, դուք խոսում եք բոյկոտի մասին, որը Facebook-ում է եւ այլ սոցիալական ցանցերում է, մենք շուտով կտեսնենք, ինձ թվում է, կտեսնենք իրական պատկերը, քանի տոկոսով են աճել տվյալ բենզալեցակայաններում իրենց վաճառքները, որովհետև այն աղմուկը, որը տիրում է Facebook-ում կամ որը տիրում է սոցիալական ցանցերում, իրականության այդքան էլ չի համապատասխանում։ Ես հիմա թիվ չեմ ուզում հնչեցնել, տվյալ ընկերությունները իրենք կպատասխանեն այդ հարցին, այսինքն մարդիկ շատ ռացիոնալ են։ Այն ազգայնական զգացողությունները, որ յուրաքանչյուրիս մոտ կարա լինի, վայ ոնց կարանք Ադրբեջանից ինչ-որ բան առնենք։ Ռացիոնալ մարդը հասկանում է, դա բավոր նախահաղությունը։
պիտի ձեզ հակադարձեմ, վերջին օրերին, օրինակ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը շատ վատ է։ Եվ Ես ընդունում եմ, դրա համար որ ոչինչ ահռելի չկա։ մեծ խնդիրներ։ Կա գերիների խնդիր, ես ձեզնից ավելի լավ կարամ ասեմ, կա գերիների խնդիր, կա անհետ կորածների խնդիր, կա օկուպացված տարածքներ, կան հստակ անընդհատ այդ Արևմտյան Ադրբեջանի խոսույթ, որը նյարդայնացնում է թե մեզ, թե հայ հասարակությանը, թե բոլորին։ Կա Զանգեզուրի միջանցք խոսույթը, որը անընդհատ ինչ որ վախ սերմանում մեր մեջ։ Խնդիրները ահռելի են, հələ մի 10 մատից չափել կարող եմ ասել, բայց չեմ ուզում հանրայնացնել։ Հարցը հետևյալն է. մենք այդ խնդիրները խաղաղության մեջ ենք լուծելու, թե կռվի։ Տարբերությունը դա է։ Մենք ասում ենք, մենք այդ խնդիրները պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով։ Մենք այդ խնդիրները պետք է լուծենք փոխշահավետ գործարքների միջոցով խաղաղության հասնելու ճանապարհով։ Իսկ մարդիկ ասում են, չէ, պետք է դուք վետո դնեք, փակեք բոլոր ճանապարհները երկխոսության, ասեք միջև սա չանեք, մենք չենք գնալու խաղաղության։ Այդպես չի լինում։ Մենք այն վիճակում չենք, որ ասենք, գիտեք, մենք կողմ ենք ապա շրջափակման մեջ ապրել, ոնց որ ապրել ենք այս 30 տարին, ոչինչ մի օր էլ կարող է լարսը փակեն, մենք մի ձև կդիմանանք, ոչինչ մի օր էլ կարող է գազը կտրեն, մենք ոչինչ մի ձև կդիմանանք, տենց չի։ Մենք պետք է կարողանանք այն աստիճանի դիվերսիֆիկացնել մեր տնտեսական, պարենային անվտանգության մասերը, որ մի օր մեզ չփակեն մի դուռը, ասեն, այս միս դուռից չես կարող օգտվել։ Եվ նույն բենզինը, նույն ցորենը, եւ ես կարծում եմ շուտով շատ ավելի ինտենսիվ ենք լսելու նման համագործակցության լուրեր։ Ոչ միայն Ադրբեջանի հետ նկատի ունեմ։ Այսինքն ամբողջ Արևելյան Ասիան, Ղազախստանը, Ուզբեկստանը կարող Ադրբեջանի միջոցով մեզ Թուրքմենստանը ինչ որ փոխանցումներ տեղի ունենան։ Եւ դա միայն օգուտա կարող եմ տնտեսագիտորեն հասարակ ձևով բացատրել ինչի, որտեղ եթե դու կախված ես մի բանից, մի բանը ստանում ես մի տեղից, քեզ ինչ գին ուզեն կտան, երբ ուզեն չեն տա։ Երբ դու ունես այլընտրանքներ, այս մեկը չի կարող անդադ գինը բարձրացնել կամ իջացնել կամ փակել։ Բայց վտանգավոր այլընտրանք չի։ Ինչով։ Իրենց ռետորաբանությամբ վտանգավոր չէ։ Ուզում եմ հասկանալ բենզինը ինչ պետք է անեն, որ վտանգավոր լինի։ Օրինակ ստուգվում է բենզինը։ Այդ վախերն է։ Մեր այս վերջերս մի հատ լրատվամիջոց նենց աբսուրդ բաներ գրել, որ բենզինը ադրբեջանական բենզինը փչացնելու է մեքենաները միջև $4000։ Ես լսել եմ դա։ Դա աբսուրդ է, ժողովուրդ, այդ կոնսպիրոլոգիա թեորիաները դուք հասկանում եք միջազգային ինչ սկանդալ կարող առաջանա։ Մեր մոտ այդ լոգիկան փորձաքննության ենթարկվել է, այն ինչ որ եկել է։ Միշտ ամեն ինչ անցնում է իր ընթացակարգերով, ինչ որ մտնում է Հայաստան էական չի որ երկրից ժողովուրդ ջան չկա այդ մեր վախերի շնորհիվ մեզ կառավարելի դարձնելը դարել է արդեն գործելավոճ այդ կոնսպիրոլոգիաները կհիշեք կար թուրքական լոլիկի հետ կապված ասում էին թույնելու են հայ հասարակության հետ տենց բաները միջազգային սկանդալ չէ չգիտեմ ինչեր կարա տեղի ունենա տենց գործողություններ չեն անում իրար միջև պետությունները իսկ եթե մենք միջև հիմա այդ վախերով ենք առաջնորդվելու այլ ընտրանքը խնդրում եմ բերեք ասեք այլ ընտրանքը որն է մեր տնտեսությունը աճելու եւ ամենակարևորը մի կենտրոնից կախված չլինելու մենք տեսել ենք այդ մի կենտրոնից կախվածը ինչա բերել մեր գլխին կար ժամանակ երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր որ մեր գերիները կսպասեն դրա մասին չի եղել խոսքը այդ խոսքը շատ մանիպուլացվել էլի եկեք չէ երբ հարցերը առաջնային ու երկրորդական էին դասվում, դա առաջին պլանում չէր կարծես թե ըստ իր խոսքի։ Միշտ առաջին Հիմա էլ ես ճիշտ եմ հասկանում, որ տնտեսությունը եւ ճանապարհների այս ապաշրջափակումը մեզ համար առաջին տեղում է, քան օրինակ գերիների հարցը։ Գերիների հարցը եղել է մշտապես թե այդ ժամանակ այդ խոսքերի ժամանակ թե հիմա առաջին պլանում եւ ստեղ կարեւոր հարց ձեր հարցադրումը բերում է նրան, որ եթե մենք օրինակ տնտեսական համագործակցությունը չանենք բլոկենք, իրան գերներին հետ կտան, դենց չի։ Ես հասկանում եմ, իսկ ինչ արվում, մենք տարի ենք փակում, այս իմաստով մենք ինչ նորություն Համաձայն եմ, որը որ բոլորիս, այսպես ասած, ամենամեծ ցավն է, եւ մենք ամենօրյա ռեժիմով ենք այդ մասին խոսում, եւ նաեւ կարծում ենք, որ
պետք է մոտակա ապագայում ինչ-որ փոփոխություններ լինեն այդ մասում։ Երբ օրինակ դուք ասում եք, որ Պաշտպանության նախարարության հերքումները որևէ կերպ չեն ազդում հանրության կարծիքի վրա այդ նյութերը կրկին տարածելու, սա նաև այդ հետևանքն է, որ հանրությունը անվստահություն ունի նաև պետության Այսինքն պաշտպանության այդ զգացումը չկա, եւ օրինակ մարդը պիտի գնա բանակ ծառայության, այդ վախերը կան, եթե մեր գերիները շարունակում են շատ լավ դիտարկում եք անում, ես կուզեմ շարունակել դա։ Ես խնդրում եմ յուրաքանչյուր մարդու, չգիտեմ ձեր եթերում հնարավոր է մեկնաբանություններ գրել թե չէ, բայց այո, իհարկե հնարավոր յուրաքանչյուրին ով ցանկանում է տեսնել այսօրվա իրականությունը բանակում, ով ցանկանում է տեսնել նոր զինտեխնիկա ընկնված, ով ցանկանում է տեսնել նոր պաշտպանական շրջանները, դիմեք ինձ, ես կկազմակերպեմ խմբեր եւ կտանեմ մարդիկ կտեսնեն այն, ինչ ես տեսել եմ եւ արցունքախառ աչքերով դուրս եմ եկել։ Եթե մենք այդ ամեն չունենայինք դեռևս 6 տարի առաջ, 5 տարի առաջ, մենք կարող այսօր չունենայինք։ Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր անվստահություն ունեն բանակի կամ պաշտպանունակության հանդեպ եւ անպաշտպան են իրենց գում, դիմեն ինձ, ես խոստանում եմ կազմակերպեմ այդ այցերը եւ դրանից հետո ես խնդրել եմ անգամ պաշտպանության նախարարությանը բարձր դասանի երեխեքին տանեին այնտեղ, որտեղ այդ դպրոցից հետո որ գնան բանակ, արդեն մարդը ես տեսել եմ այնտեղ ծառայող տղաների նենց հպարտություն, նենց աչքերի sense զգացողություն, որ ես ամուր կանգնած եմ իմ ոտքերին եւ ինձ ոչ մի բան չի կարա անի։ Այդ զգացողությունը այդ ծառայող տղաները ես չէի տեսել շատ վաղուց մեր պոստերում։ Ես խնդրում եմ մարդկանց դիմեն ինձ եւ ես խոսք եմ տալիս այդ անպաշտպանության զգացողությունը իջիկ կդառնա։ Ես շնորհակալ եմ ձեզ, լավ նոտայի չեմ ուզում կռվով ավարտենք զրույցը, այս նոտայի վրա ամփոփենք թե զրույցը եւ թե տարին։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով իմ զրուցակից քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանն էր, իսկ երկրորդ խոսափողի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք հաջորդ տարի, լավ եղեք։ Շնորհակալ եմ։